Նախ բարև բոլորին, Տիկին Էլինար Վարդանյանին ուզում շնորհակալություն ասել բարեմաղթությունների համար, իբրև մարդու իրավունքների եւ հանրային հարցերի պաշտպանի, այո, ես ամբողջովին կիսում եմ ձեր գնահատականը, որ բացառիկ անելիք կա, նկատում եմ հանձնաժողովի տիրույթում, դրանք անխոչնդոտ չեն լինելու, բայց փորձելու ենք հաղթահարել եւ հաղթահարել միասին, որովհետեւ հակառակ այն գնահատականի, որի հետ ամբողջովին համաձայն եմ, Էլինար Վարդանյանի այն գնահատականին, որ Հայաստանում մենք ամեն օր արձանագրում ենք իրավունքի, ես կասեի օրենքի նաև, իրավունքի եւ օրենքի մահը, դա իրականությունն է, ցավալի իրականություն եւ 8 տարի ձգվող իրականություն եւ ամեն առավոտ, ամեն լուսաբաց դիմավորում ենք հերթական գուժով եւ այդ գուժը վերաբերում է մարդու իրավունքներին, վերաբերում է մեր արժանապատվության հերթական ոտնահարմանը եւ Հայաստանի, ես կասեի նաեւ Հայաստանի ճիշտ բառով օգտագործեմ Հայաստանի քաղաքական, սոցիալական, իրավական համակարգի դեգրադացիային եւ ավելի ճիշտ բառ կոռեկտ բառ կդժվարանամ գտնել եւ ձեր հիմնական հարցը նա էր թե իրականում մենք պիտի նաեւ քաղաքական գնահատական տանք, որտեղ այստեղ մենք ունենք իրավաբաններ, իրավական գնահատականները կտանք, բայց ես ուզում եմ քաղաքական գնահատականը տալ եւ հղում անել ոչ թե աչքաչափով մեր եւ ձեր այն ամենօրյա ինչպես Մենուան, Իվետան, պիտի փոխեք սահմանադրությունը Հայաստանի Հանրապետություն, այլապես կբախվեք լրջագույն սպառնալիքների առջև, այսինքն Հայաստանի հետ Ադրբեջանը խոսում է սպառնալիքների, սպառնալիքը մեր պարագայում մեր կոնտեքստում բնականաբար դա պատերազմ է եւ ուրեմն սահմանադրության փոփոխությունը Ալիևյան դիզայն, Ալիևյան պարտադրանք, ադրբեջանական պարտադրանք ունեցող ուրեմն բովանդակությունը։ Իսկ բնականաբար այսօր խորհրդարանում չունեն սահմանադրական բավարար ձայները չունեն այդ փոփոխությունը իրականացնելու համար, բայց ճանաչելով այս իշխանություններին, որի հետ արդեն 8 տարի եւ ավելի ճանապարհ ենք անցնում, իշխանություններ կամ քաղաքական մեծամասնություն, որը կարմիր գծեր հատելու 0 կաշկանդանք ունի, կարմիր գծեր հատելու 0 կաշկանդանք, որի հերթական ապացույցներից մեկը 3 վարչապետի բրիֆինգներ եւ այնտեղ այնպիսի հայտարարությունների բախվեցին, որ մտածում ես սա, չգիտեմ, պետության մասին չի։ Ոչինչ այդտեղ պետության մասին չէր այդ հայտարարությունները, էլի թողնենք մեր իրավաբան ընկերները կասեն, բայց ես երբեք որպես քաղաքական հնաբնակ, սիրելի Էլինար, սիրելի Իվետա եւ մեր գործընկերներ եւ Մենուան, մենք քաղաքական հնաբնակներ ենք եւ այս իշխանությունների վարքաբանության, փիլիսոփայության, ինչ ասեմ, խոսույթի երբեք մենք այս իրականության հետ նախկինում չենք շփվել եւ ազգային ժողովի հարթակը այսպես գետնա տարած անել այդ փողոցային խոսույթը սահմանադրության վրա թողների իմ սահմանադրությունը, որ իմ համար բանա, ինչ ասեմ, քաղաքական սուրբ գիրքն է, բայց այդպես ոտները սրբել սահմանադրության վրա մենք երբեք չենք ունեցել եւ չենք ունեցել այդ բռնության, լեզվակ բռնության, վերբալ բռնության այդ մակարդակը։ Այս իրականությունը ինձ թույլ է տալիս հաստատել, որ որևէ կաշկանդանք չունի այս իշխանությունը հատելու հերթական կարմիր գծերը, բայց այստեղ մարտահրավերը նաև ոչ միայն քաղաքական ուժերինն է, այլև մեր հասարակությանը հասկանալու, թե ինչ են հագցնում իրեն։ Նկատ ոչ միայն սահմանադրությունը, քաղաքական բովանդակությունը, միգուցե Հայաստանի Հանրապետություն, ասենք թե ֆորմալ, բայց իր բովանդակությամբ դա ազգային պետություն կլինի, մենք մեր իրավունքները կպաշտպանենք, մենք մեր տարածքային ամբողջականությունը, որը արդեն այսօր խոցված է, արդեն Հայաստանը խոցված տարածքային ամբողջականության մեջ է, եւ երբ որ մեզ փորձում են վաճառել սիրելի հայրենակիցները, ձեզ վաճառվում է խաղաղությունը, ինչպիսին է այդ խաղաղության բովանդակությունը, եւ մենք տեսնում ենք, որ այսօրվա ներկա իշխանությունների ամբողջ հետագիծը շարունակական զիջումների, հանձնվողական եւ կապիտուլյացիոն քաղաքականություն է, իսկ վաղը մենք Հայաստանի Հանրապետության մեջ ինչ իրավունքներով եւ ինչ ապագայով են կոչված լինելու։ Ես այստեղ մեծագույն խնդիրներ եմ տեսնում եւ նաեւ այո մարտահրավերը թե քաղաքական ուժերինն է, բայց նաեւ մեր հասարակությանը ընկալելու, հասկանալու, գիտակցելու, թե արդյոք Հայաստանի Հանրապետության գլխին կախված ինքնիշխանության եւ պետականության հարցականը ամեն օր չի դառնում ավելի առարկայական։